Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 30։ Երբ հիմքերը ցնցվում են։ Աշխարհի հիմքերը ցնցվում են, իսկ սատանան մռնչում ինչպես կատաղի առյուծ, բայց նրանք, ովքեր վստահում են Տիրոջը և իրենց հույսը դնում նրա վրա, կտեսնեն նրա փրկությունը։ Նրանց սրտերն ու մտքերը լցված են խաղաղությամբ։ Քաոսի, բռնության և անորոշության մեջ Աստծո զավակները կարող են վայելել խաղաղությունը և հանգիստ քնել, չվախենալով ոչ մի շրջապատող հանգամանքներից։ Ահա Աստծո հրաշալի խոստումներից մի քանիսը բոլոր նրանց համար, ովքեր վստահում են Նրան այս վտանգավոր ժամանակներում։ Աստծո ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը զտված է, Նա վահան է բոլոր իրեն հուսացողներին։ Բ Թագավորաց 22:31 խոսք։ Քանի մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար և որ անում ես քեզ հուսացողներին, մարդկանց որդկանց առաջին։ Դու ծածկում ես նրանց քո երեսի ծածկույթովը մարդի դավաճանությունիցը, դու թաքցնում ես նրանց քո խորանի մեջ լեզուների հակառակությունիցը։ Քաջացեք և ձեր սրտերը թող զորանան, դուք ամենքդ, որ Տիրոջն եք հույս դրել։ Սաղմոս 31-րդ 19, 20 և 24-րդ խոսքեր։ Տիրոջը հանձնիր քո ճանապարհը և նրան հուսա, և նա կկատարե։ Սաղմոս 37-րդ 5-րդ խոսք։ Աստծուն եմ հուսացած, չեմ վախենա, ինչ կանի ինձ մարմինը։ Սաղմոս 56-րդ 4-րդ խոսք։ Հուսացեք նրան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցեք ձեր սրտերը նրա առաջին, Աստված մեր ապավենն է։ Սաղմոս 62-րդ 8-րդ խոսք։ Տիրոջն ապավինողը կապաստանվի։ Առակաց 29-րդ 25-րդ խոսք։ Տիրոջը հուսացողները Սիոն սարի պես են, որ չի շարժվում և կենում է հավիտյան։ Սաղմոս 125-րդ 1 խոսք։ Աստծո խոսքը շարունակ զորավոր է, և սատանան շարունակ դողում է, երբ մենք ամուր կանգնած ենք այս սուրը մեր ձեռքերում։ Սատանայի խաբեության և չար խորամանկությունների դեմ միակ պաշտպանությունը նրան համարձակորեն դիմակայելն է Աստծո խոստումներով։ Ուրեմն այսօր և հենց հիմա զբաղեցրու քո դիրքը։